Պարոն Ղազենյան, երկու հարցի խնդրեմ անդրադառնալ։ Նախ կասեցիք, որ դուք Բալկանյան ընդդիմը որոշ ձեր առաջարկով ընդամենը դրամոնի Ես լավ չփիսեցի դեր խոսքում ասացիք, թե չեք խնդրեմ նորից հստակ ասել, թե դեր առաջարկով է քանի դրամով պետք է իջնի հոսանքի սակագինը եւ ինչով է սխալ իրենց հաշվարկը եւ եթե նոյեմբերի մինչև 18-ը պետք է նիստը լինի ՀՑԿՀ-ի հուսանք բաց կլինի եւ բոլոր տեքստը կգտնվեն, այսինքն պայմաններ կստեղծեն, այդպես են կողմից ստացել։ Եթե ՀՑԿՀ-ը որոշի, որ պետք է զրկի հեցին լիցենզիայից, որն է լինելու ձեր քայլերը եւ ինչ է դրանից սպասվում։ Եվ տեղեկություն են ասել, որ Մանուս Պետրոսյանը դրանից ամեն դեպքում կհեռանա եւ գլիք վերադառնա փողոցը, չգիտեմ, հետո ով կդառնա կառավարչին տրամպեսից ճակատագրի Առաջինը 0.2 դրամի հետ կապված ձեզ ասեցի 3.6 միլիարդը այս պայն 1.6 միլիարդը մոտորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում են 3 ամիս մոտորապես 1.2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1.2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Պատկերացիք, то есть տարվա կեսը, փաստացի, տարվա կեսին այսքան շահույթ ես ունեցել եւ ունեցել ես այսքան կիլովատ բնակության ծախս։ Դա նշանակում է նա բաժանել նրան։ Իրենք վերցրել են տարվա մոտորապես 5.6 միլիարդ են բաժանել ամբողջ բնակության, ամբողջ մեր ոչ միայն բնակության, ամբողջի ծախսը, որի արդյունքում ստացել են իրենց ասած 0.5-ից ավել անում միանշանակ, որից հանել են այն սուտը, որ բռնվեց, այսպես ասած, որ մենք իբրև թե ներդրումային ծրագիր ենք տարել, որի արդյունքում պետք է թանկանար, չէ, իրենք ինչ են ասում, մի կողմից ասում են էժանացրեք, մյուս կողմից բերել են մի հատ ծրագիր, որի արդյունքում թանկանալու է։ Այդ ձայնագրության մեջ բարձ լսվում է, ես ինչպես եմ ասում, ընդհուպ մեր հաշվին, այսինքն մենք այդ թանկացումը կանխելու ենք։ Հիմա այդ պարագայում արդեն 0.3-ն էլ եթե գումարվում է, իրանց ասած 0.2 դրամը ուղղակի սուտ է։ Դե ասեցի, մոտավորապես 3 դրամ ամբողջ բնակության համար։ Հիմա արդեն հաշվի առնելով, որ 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, իսկ բնակության ծախսը 1.6 միլիարդ, այդ դեպքում 7.2 միլիարդը պետք է բաժանել 1.6 միլիարդի։ Մայրան ուզում են տեղեկությունները շատան, որ պահեն, պոպուլիստական քայլան։ Իհարկե, ինչ որ արել են անցած տարի։ Գազի, ես մի առիթով ասել եմ, գազի Գազպրոմ Արմենիան դոլար դրամ ժամանակին պայմանագրի կնքման արդյունքում դոլար դրամի տարբերության արդյունքում մոտավորապես 20 միլիարդ դրամ փող ուներ։ Հիմա հարցրեք, որ հանդիպեք, ասեք ուր է 20 միլիարդը։ Ինչի այդ 20 միլիարդից գումարը բերեցիք, որպեսզի 25 թվականի փետրվարի 1-ին զսպեք սակագնի աճը։ Եվ մյուս գումարն ինչ եք անելու։ Ես համոզված եմ, որ ընտրություններից առաջ հաշվի առնելով, որ բոլոր մեթոդների դիմելու են, բոլոր, որ իհարկե կարող կարճաժամկետ լինի իրենց համար։ Դիմելու են, որպեսզի բերեն այդ գազից, տեղից, որտեղից ուզում ա լինի, ինչքան գումար ուզում ավելացած լինի, բերեն սակագինի իջացնեն, ասեն, տեսեք, մեր կառավարիչն եկավ, սակագինի իջավ, ընտրեք մեզ։ Իսկ հեցի լիցենզիայի զրկելու մասով։ Հեցի լիցենզիայի զրկելու մասով դուք եք, չէ, երևի ոնց որ դուք եք հարցում արել նիստի դահլիճի հետ կապված։ Ճիշտ ասած, այդ ինֆորմացիան մենք էլ ունեինք, որ ինչ որ փոքր դահլիճում են ուզում անել, չենք ուզում ուղղակի հրապարակել, սպասելով տեսնենք ինչ կլինի։ Ես անցյալ անգամ առաջարկեցի, եթե դահլիճի խնդիր ունեն, մենք պատրաստ ենք մեծ դահլիճ տրամադրել, որովհետև չեմ ուզում 100% ասել, բայց իմ ինֆորմացիայով քաղաքացիները իրավունք ունեն լինել այդ նիստին։ Այսինքն բոլոր շահագրգիռ կողմեր, այնտեղ հանձնաժողովում հավատարմագրված ՀԿ-ներ կան, որը էլի զրոյացրեցին, այսինքն 4 ՀԿ, եթե չեմ սխալվում, տարեկան բյուջեից գումար են ստանում, հավատարմագրվում են սպառողների պաշտպանություն, կոնկրետ էներգետիկայի մասով։ Հիմա եթե կառավարությունը դա նախաձեռնեց, նշանակում է ՀԿ-ները չէին աշխատում։ ՀԿ-ները մեր հետ բազմաթիվ անգամ աշխատել են, բոլոր հարցերը փորձել են լուծել։ Այսինքն այդ նիստը պետք է լինի բաց, ընդլայնված եւ առանց ժամանակի սահմանափակման։ Մեր պահանջը դա է։ Ես էլ ձեզ եմ վստահում, հաշվի առնելով ձեր ճնշումը եւ ունակությունները, կարծում եմ այո կանեն, թե չէ չեն անելու, իմ կարծիքով։ Ինչ վերաբերում է լիցենզիայից զրկելուց հետո կառավարչին, լիցենզիայից զրկելուց հետո այնտեղ 3 ամսյա ժամկետ կա բանակցություններ սեփականատիրոջի հետ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ իրավունք ունի կառավարիչ նշանակելու, անգամ նույնին վերանշանակելու։
Ես անցած անգամ հայտարարեցի, որ իրեն շատ լավ է զգում կառավարիչը իր հանուն Հայաստանի Հանրապետության 6 թե 7 անգամ ավելի աշխատավարձ է ստանում եւ շատ հարմարավետ է զգում, բայց երկրորդ սցենարը իմ չէ, սեփական Կարապետյանը, հա։ Ես ինչ-մեկ մի անգամ հարցրեցի։ Չէ, գլխավոր տնօրենը աշխատավարձ է ստանում, ուղղակի ումից է ստանում, վայրեն մի անգամ հարցրեց, ասես դուք միլիարդ դրեք, ասի Աստված ձայնդ լսի։ 5 ու քանի միլիոն։ Դե արդեն հրապարակված թիվ է, բայց 690 թե 790 հազար ստացել է այդ նախկին պաշտոնում, ինչ էր, այն որ պետք է հսկեր ամբողջ հանրապետության պետական այո, որպեսզի կոռուպցիա չլիներ։ Դե թող բարձրացնեն, հավասարվեն իրար։ Նկատի ունեմ, եթե երկրորդ սցենարը գործի իրեն նորից տանեն ՊՎՑ, համոզված եմ, որ ով էլ նշանակվի լինելու է իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր վերահսկողության տակ է լինելու եւ հեծը միևնույն է ինքն է։ Դուք համարում եք, որ ճակատագիրը այդպես անորոշ կմնա։ Ես անցած անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, հաշվի առնելով, որ հանձնաժողով, գիտեք, ախր հանձնաժողովի նախագահը մոռանում է, որ տարի ու կես եղել է հանձնաժողովի անդամ։ 19-20 թվականի նոյեմբերին է դուրս եկել, Կոտայքի մարզպետ է դարձել։ Անցյալ օրը հանձնաժողովի նախագահին ասում են, լավ, բա այս 4-5 տարվա մեջ այդ որ եւ ինչպես ասեմ, պեկնել է տվել զորայական տեղական ստուգումից հետո։ Մեզ անգամ այդպիսի գովասանագիր են տվել, որ եթե չեմ սխալվում է, որ մենք լավ հարկ վճարող ենք։ Եվ հանձնաժողովն էլ որևիցե ձևով, որևիցե իր այսպես ներդրումները ընդունելով մյուսով հաստատել է, որ հիմնարկը աշխատում է նորմալ։ Հիմա այս պարագայում իրեն հարց են տալի, ասում են, բա ինչպես եղավ, բա նախորդող սպոդեյս ինչ անեմ, ես իմ համար եմ պատասխան տալի։ Իմ ջանց ձեզ ասեմ, հանձնաժողովի մնացած 4 անդամները, նու ընդդիմադիր անդամը հանած, ընդդիմադիր անդամը, եթե չեմ սխալվում, 4 տարի աշխատում։ Մնացած անդամները 18 թվից աշխատում, 18-ի վերջից։ Այսինքն ինքը իր գոլեգաներին, այսպես կներեք հազար անգամ իրեն մեջտեղից ամբողջ պատվերը ինքն է կատարում անձամբ, նու ի սկզբան է կատարել։ Իր գոլեգաներին հանում է, իրեն հանում է արանքից մեղադրելով գոլեգաներին։ Խնդրում եմ բացատրեք, ինչ ասել է հեծին լիցենզիայի զրկել։ Դրանից հետո ինչ process է նախատեսվում։ Դա եմ ասում, 3 ամիս բանակցություններ, եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, արդեն պետությունը նախապատվություն ունենալով որպես գնորդ լինելու, կամ ինքը կարող է գնել, կամ կարող է օտարել այլ կազմակերպություն։ Եթե իրենք մնան, չի լինի։ Այսպես պատասխան։ Արբիտրաժային վեճիկում գտնվող ընկերության վերաբերյալ լիցենզիայի զրկելու որոշումը իրավական առումով դեպի, այսինքն Տեսեք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ ունենք, Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ազգային ժողովի падգամավորների բողոքը։ Ընդհանրապես նորմալ երկրներում, եթե Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում, անգամ եթե հայցի ապահովում չկա, այսպիսի գործողություններից ձեռնպահ են մնում։ Լավ, պատկերացրեք, վերցրեցին, 3 ամիս էլ սեփականատիրոջ հետ ոչ մի բանակցություն արդյունք չտվեց, իրենք որոշեցին օտարել Պետրոս Պետրոսյանին կամ ինչ որ կազմակերպության, չնայած խոսում են մեր թշնամի պետության հետ կապ ունեցող ինչ որ կազմակերպությունների մասին, չեմ ուզում հավատալ իհարկե։ Բա որ Սահմանադրական դատարանը վերջում որոշում կայացրեց, որ այն օրենքը էներգետիկայի մասին փոփոխությունները հակասահմանադրական են։ Ինչ են անելու։ Լավ, մտածում ա մեկը դրա մասին։ Հավատում եք այն վարկածին, որ թշնամի պետության հնարավոր է վաճառեն այդ։ Ես ասեցի լսել եմ, բայց չեմ հավատում։ Չեմ ուզում հավատալ, այսպես ասեմ։